Շարունակում ենք թողարկումը, հիշեցնեմ, մեր հյուրն է Վախթանգ Կիկաբիձին։ Բատոնո Վախթանգ, մենք երկու հարևաններս պատմության ընթացքում երբեմն տարբեր ընտրություններ ենք կատարել։ Վրացիները դարձան ուղղափառ, հայերը առաքելական։ Վրացիները ձգտում են ՆԱՏՕ, հայերը մնում են հապկում։ Ինչ արած, բայց ինչ անել, որ դա մեզ չխանգարի, ինչպես պահպանենք մեր ավանդական բարեկամությունը։ Во-первых, в мире должны вмешиваться в дела друг друга. Каждый человек должен жить так, как ему хочется в своем доме. Պարզապես պետք չէ մեկ-մեկու գործերին միջամտել։ Յուրաքանչյուրը պետք է ապրի այնպես, ինչպես կցանկանար։ Բայց այդ սուրբ բաները, բարեկամությունը, բարիդրացիությունը, պետք է ցանկացած դեպքում լինեն։ Առանց դրանց մարդը մարդ չէ, հասկանում եք։ Այդ դեպքում նրան այլ կերպ են անվանում։ Կան երկրներ, ես հիմա չեմ ասի, որտեղ հարևանները իրար չեն ճանաչում։ Իդեպ դրանք շատ մոտ երկրներ են։ Մենք հաճախ ենք դրան բախվում։ Բարև, ցտեսություն, նույնիսկ ազգանունները չգիտեն։ Բայց կան երկրներ, օրինակ Հայաստանը, Վրաստանը, երբ Բաքում մարդ է մահանում, մի քանի օր երաժշտություն, հեռուստացույց չեն միացնում։ Դռները բացում են, աթոռ կամ կահույքից մի ուրիշ բան են տալիս, գուցե պետք գա, օգնում են իրար, նույնիսկ վատ հարաբերություններ ունենալու դեպքում։ Դա ժողովրդի մեջ է նստած։ Դրա համար նման ժողովուրդը վատ բաներ երբեք չի անի, եթե նա ստիպված չէ։ Ես փորձում եմ երբեք իմ խոսքերով չմիջամտել քաղաքական կյանքին, քանի որ ես ոչինչ չեմ որոշում։ Իհարկե, տեղի ունեցող ինչ-որ բաներ ինձ դուր չեն գալիս։ Ես դրա մասին ահա ձեզ հետ եմ խոսում։ Ես դա չեմ ազդարարում։ Կյանքում երբեք որևէ նախագահի չեմ նախատել, դա իմ գործը չէ։ Եթե ես նախագահ եմ ընտրել, նշանակում է դա իմ որոշումն է եղել։ Եթե նա ինձ դուր չգա, ես երկրորդ անգամ նրան կողմ չեմ քվեարկի։ Այդպես պետք է ապրել։ Բուշը շատ ամերիկացիների դուր չի գալիս, բայց դրա մասին օրվա մեջ 23 ժամ չեն ասում։ Մարդը գնաց քաղաքակիրթ ձևով, եկան ուրիշները։ Հիմա ասում են, գուցե պետք էր սրան չընտրել, այլ մյուսին։ Սա նրանց գործն է։ Поведел человек, ушел цивилизованно, пришли другие. Сейчас они говорят, а может надо было не этого выбрать. Это их дело. Ну, может быть, ваше слово... Բայց գուցե ձեր խոսքը ինչ-որ դեր ունենար։ Ну, играет, наверное, да. Я очень много песен получаю из России, от обычных граждан. Очень много, очень интересных песен. По разным причинам пишут. Երևի խաղում է։ Ես օրինակ շատ նամակներ Ռուսաստանից եմ ստանում։ Տարբեր նամակներ, տարբեր պատճառներով են գնում։ Հիմա բոլորն են մտահոգված։ Ռուսաստանի հետ մի քիչ անհասկանալի են հարաբերությունները։ Չգիտեմ ինչպես են այնտեղ ներկայացնում, բայց մեր նախագահը օրվա մեջ 24 ժամ ասում է. պետք է ընկերություն անել Ռուսաստանի հետ։ Ես կարող եմ ցանկացած տեղ ասել այդ մասին։ Նրանք այնտեղ դա ցույց չեն տալիս։ Քաղաքական PR-ն այդպիսին է։ Այն ինչ իրեն ձեռնտու է, ցույց է տալիս, ինչ չէ ոչ, իսկ սպառողը ինչ, միացնում է եւ լսում։ Շատերը հավատում են, շատերը ոչ։ Հնարավոր չէ, որ մի երկու ժամվա մեջ տանկերը հայտնվեին Վրաստանում։ Ինչ է, դրանք ինքնաթիռով եկան։ Դրա համար գոնե 10-15 օրեր պետք։ Պարզապես դրանք այնտեղ կանգնած էին։ Ես գիտեմ նրանք երբ են եկել, դա բոլորին է հայտնի, բայց ինչ էլ որ լինի, Կովկասը պետք է հիշի, որ Կովկասը Կովկաս է, անկրկնելի տարածաշրջան։ Եթե Կովկասում իրար չհասկանան, շատ հեշտ կլինի ամեն անգամ տհաճություններ ստեղծել։ Այն, ինչ Կովկասում տեղի է ունենում, անգիր գիտեմ։ Հետո էլ ասում են, թե ինչու են, ասենք, ինչ որտեղ պայթեցնում։ Պայթեցնում են, քանի որ կարծում են, որ ճիշտ են։ Еще удивляется, что почему там взрывают, потому взрывают, что он считает, что он прав. Այո, հենց այդ օրերին, որոնց մասին դուք խոսում եք, ինչ որ ուժեր, որոնք շահագրգռված են մեզ իրար դեմ հանելու, հայտարարում էին, թե Մարնեուլի օդանավակայանը ռմբակոծել են Գյումրիից դուրս եկած ինքնաթիռները։ Իհարկե դա հերքվեց, սակայն մարդիկ կային, որոնք նպատակաուղղված այդ շշուկներն էին տարածում։ Ну это работа, а как это работает? Я ничему не удивляюсь. Я ехал в Батуми. Դա աշխատանք է, աշխատում են, ես ոչինչից չեմ զարմանում, ես օգոստոսի 8-ի առավոտյան Բաթումի գնացի, քանի որ իմ ընտանիքն այնտեղ էր, և Գորիից մոտ 18 կիլոմետրից հեռու, աղջիկս է ինձ զանգում, ասում Գորի չգաս, քաղաքը ռմբակոծում են, ես ինչպես կարող էի այդ պատկերացնել, մտածեցի կատակ է, հայրս 42-ին մահացել էր հանուն Խորհրդային Միության,
Ի վերջո ես գնացի, իդեպ Աջարիայում էլ մի քանի անգամ ռմբակոծեցին, բայց հետո կանգ առան, քանի որ կողքին Թուրքիան է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Երևում է արգելակեցին։ Վրաստանը վերցնել է ընդամենը ժամերի հարց է։ Ինչ է Վրաստանը, այսպիսի մի փոքրիկ երկիր, ուստի պետք է մի քիչ ճկուն լինենք, մինչև ամեն ինչ կարգավորվի։ Ի վերջո կկարգավորվի, քանի որ աշխարհում չկա մի ժողովուրդ, որը պատերազմ ուզի։ Դա քաղաքականություն է։ Սխալ, ճիշտ, դա արդեն ուրիշ խոսակցություն է։ Есть политики. Неправильная политика, правильная политика, захватническая, не захват. Это уже другой разговор. Ну, а что делать нам с вами? Вот вы человек, Իսկ մենք ինչ անենք։ Դուք մարդ եք, որին Հայաստանում վստահում են։ Կան հայ мշակույթի գործիչներ, որոնց Վրաստանում են вստահում։ Нам очень часто надо встречаться. Мы и вы, и мы все знаем. Я же ни одного слова, пока мы сидим, не говорю, что правильно, что неправильно в Армении или в Грузии. Մենք պարզապես պետք է հաճախ հանդիպենք։ Մենք ամեն ինչ գիտենք։ Ես ոչինչ չեմ ասում, ինչն է սխալ կամ ճիշտ Հայաստանում կամ Վրաստանում։ Դա իմ գործը չէ։ Դա մենք պետք է միասին որոշենք, իրար մեջ խոսենք, հետո էլ ժողովրդին ասենք։ Եթե օրինակ Ֆրունզիկը կենթանի լիներ, մենք երևի նրա հետ կնստեինք ու շատ-շատերը մեզ կլսեին։ Բնական է, որ լսում ես ինչ-որ բան մնում է, ինչն է լավ, ինչը վատ։ Հիմա օրինակ Վրաստանում բոլորը մի բան են խոսում՝ սադրանքի չտրվել։ Միշտ կրակում են, մարդ են առևանգում։ Ահա այդպիսին է իրավիճակը։ Դուք Ֆրունզիկին հիշատակեցիք։ Երևի нրա պակասը հաճախ եք զգում։ Вчера очень много мы о нем говорили, да, конечно, потому что у меня очень много друзей ушло из жизни, я уже, в общем-то, не молодой человек, мне 72 года. Он старше меня был. Երեք մենք նրա մասին շատ խոսեցինք։ Այո, իհարկե, իմ ընկերներից արդեն շատերն են մահացել։ Ես էլ երիտասարդ չեմ։ Նա ինձնից էլ մեծ էր։ Միշտ հիշում են հետաքրքիր մարդկանց, անհետաքրքիրներին չեն հիշում։ Իսկ նա Հայաստանի արժեքն էր, եւ ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության։ Ես այդ մասին ասել եմ կինոյի տանը, երբ նրա մահվանից հետո նրա պատվին երեկո էին կազմակերպել։ Ես այդ ժամանակ ասացի, չեք էլ պատկերացնում, թե ում է կորցրել կինեմատոգրաֆը։ Այդպիսի մարդիկ հաճախ չեն ծնվում։ Պետք է ինչ-որ մի շրջան անցնի, որ այդպիսի վառ անհատականություն ստեղծվի, որին ողջ երկիրը սիրի։ Հասկանում եք։ Գիտեք, կան մարդիկ, ում խոսքին արդեն բոլորը հավատում են։ Есть такие люди, которые одно слово все верят. Есть. Խոստովանեք, խնդրում եմ, Բատոնո Վախտանգ, դուք էիք լավ թամադա, թե Ֆրունզիկը։ Չգիտեմ, մենք միասին էինք խմում։ Անցած անգամ մենք հարցազրույց ավարտեցինք կենացով։ Ասացեք մի լավ վրացական իմաստուն կենաց։ Я не помню, что я тогда говорил. Сейчас, например, на сегодняшний день, когда за столом сидят люди такие, ну, уважаемые. Արտյոմ, չգիտեմ, թե այն ժամանակ ինչ եմ ասել։ Ահա թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Հիմա երբ սեղանի մոտ նստած են մարդիկ, ում կարելի է լսել, նրանք ասում են հանուն խաղաղության, հանուն հանգիստ կյանքի։ Դա ամենակարևոր բանն է այսօր, քանի որ ողջ երկրագունդը գժվել է։ Շատ վատ բաներ են տեղի ունենում։ Երկրաշարժ, ջրհեղեղից են մարդիկ մահանում, ահաբեկիչներն են սպանում, ճգնաժամ, ողջ Ռուսաստանը այրվեց։ Ուստի ես կուզենայի, որ ոչ միայն մենք, այլև ողջ ժողովուրդը ունենար խաղաղ, հանգիստ կյանք, որ երեխաները գնան դպրոց, մենք չվախենանք, երգեր երգենք, որ մարդիկ աշխատավարձ ստանան ու կյանքով ուրախանան։ Սա երևի ամենակարևոր բանն է։ Ну, естественно, у нас тоже, чтобы было бы спокойно, мирно здесь, чтобы дети шли в школу, мы не боялись без них, чтобы пели песни, чтобы люди работали, получали зарплату и радовались бы жизни. Вот это самое главное. Ինչպես է դահանչում վրացերեն։ Всегда вас гауморчес. Կավմարջաս։ Натали, даририри. Пусть будет так. До свидания. До свидания.